Մարտի 4-ին տեղի ունեցավ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Շուրջ 20 օրենսդրական կարգավորումներ եւ խթանման միջոցառումներ բիզնեսի համար։ Նիստի առաջին հարցի շրջանակում ներկայացվեց 2024 թվականին ՓՄԾ զարգացման խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները։ Օպցիոն պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումից մինչև առևտրային ցանցերի եւ մատակարարների միջև փոխհարաբերությունների կարգավորումներ։ Խորհրդի գործունեության դաշտը բավականին լայն է։ Դրանցից մեկը նաեւ մշակող արդյունաբերության ոլորտում անփորձ աշխատողների եւ Արցախից բռնի տեղահանված անձանց ներգրավման աջակցության ծրագիրն է, որի շրջանակում բիզնեսը հնարավորություն ունի ստանալ աշխատավարձի փոխհատուցում, եթե նման աշխատակիցներ են ներգրավում գործունեության մեջ։ Մեկ այլ նախագծով, որը արդեն իսկ ընդունվել է, խոսվեց SAFE ներդրումային պայմանագրերի մասին, որի շրջանակում սկսնակ ՏՏ ընկերությունները վերջին 9 ամսվա տվյալներով մոտ 12 սկսնակ ընկերություններ $360,000 ներդրում են ներգրավել։ ՓՄԾ զարգացման խորհրդի նիստի օրակարգում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատաժամանակի կրճատում։ Օրական 8-ից 7 ժամ, շաբաթական 40-ից 35, պահպանելով աշխատավարձը։ Այնուամենայնիվ, քննարկման ժամանակ նախագիծը, չունենալով համապատասխան հետազոտություններով ամրագրված հիմնավորումներ, առավել շատ բաց հարցեր թողեց։ Ինչ ազդեցություն կունենա գործատուի վրա որպես ծախս։ Ինչ ազդեցություն կունենա համախառն ներքին արդյունքի վրա։ Արդյոք դա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու որպես գործիք կա հաշվարկներ եւ ամենակարևոր հարցը, որ հնչեցվեց, դուք որ ներկայացնում եք այլ երկրների փորձ, ինչքանով են այդ երկրների մեկ շնչին ընկնող եկամուտը հավասար մեր երկրի մեկ շնչին ընկնող եկամուտին։ Նման լուրջ որոշումները պետք է հիմնավորված լինեն շատ լուրջ հաշվարկներով։ Եթե մակրոտնտեսական մակարդակով առաջարկի երկարաժամկետ արդյունավետությունը պահանջում է լուրջ հաշվարկներ, ապա միկրո մակարդակում այն միանշանակ բերելու է հայկական ընկերությունների մրցունակության անկման։ Աշխատաժամանակի ավելի քան 10% կրճատումը հանգեցնելու է նոր աշխատակիցների ներգրավման պահանջի, մեծացնելով բեռը բիզնեսի վրա։ Մինչդեռ այս ամենի արդյունքում աշխատանքի արտադրողականության ավելացման հեռանկարը ապացուցված չէ։ Մենք չենք գտել այնպիսի ապացույցներ, որ թույլ կտա հաստատել, որ այդ ֆենոմենը գործում է, աշխատաժամանակի կրճատումը թույլ կտա աշխատանքի արտադրողականության ավելացում մակրո մակարդակում, ոչ թե առանձին կազմակերպությունների։ Երկրորդ, այն հիմնավորումը, որ դա նպաստելու է աշխատակիցների հոգեկան եւ ֆիզիկական առողջության ամրապնդմանը, պետք է նշեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ԱՄԿ-ի հետազոտությունը ցույց է տալի, որ դա այն աշխատակիցներին է վերաբերում, ում աշխատաժամանակը 55 ժամ եւ ավել է։ Այսինքն 40 եւ 35 ժամ աշխատաժամանակի դեպքում այդ խնդիրը չկա։ Քննարկումների արդյունքում ՓՄԶ զարգացման խորհուրդը աշխատաժամանակի կրճատման առաջարկի վերաբերյալ ընդունեց բացասական դիրքորոշում։ Նիստի շրջանակում ռոտացիոն մեխանիզմով խորհրդի կազմը համալրեցին To-B բիզնես աջակցության հիմնադրամը, Իրազեկ հարկատու ՀԿ-ն եւ ՀՀ գործատուների հանրապետական միությունը։